Հարգելի բարեկամ, հատուկ տեսակ թե ինչպես փակվեցին Սուրբ Հարության տաճարի դռները։ Ես հիմա գտնվում եմ Սուրբ Հարության տաճարում, փակված դռների ետևում։ Այս շաբաթ իմ կարգն է պատարագ մատուցել Տիրոջ գերեզմանին եւ արդեն ավանդություն է դարձել, որ ես ամեն անգամ ինչ-որ մի նյութի մասին խոսում եմ։ Այսօր կուզենայի խոսել Գողգոթայի մասին։ Խաղաղություն քեզ, հարգելի բարեկամ։ Երևի շատերդ գիտեք, որ Սուրբ Հարության տաճարը բաժանված է 3 հարանվանությունների միջև։ Հայոց եկեղեցու, հույն եկեղեցու եւ լատին եկեղեցու հանձինս ֆրանչիսկյան միաբանության։ Կարգով այստեղ ծառայություն է արվում, Տիրոջ գերեզմանի վրա պատարագ է մատուցվում նախ գիշերվա 12-ին, 12-ից 1-ի կողմերը հույները, հետո ժամը 4-ին հայերն են, հետո ժամը 6-ին լատիններն են։ Այսինքն բոլորին տրված է ժամանակ, նաև խնկարկություն է արվում, երևի բոլորդ շատերդ գիտեք սրա մասին եւ գիտեք, որ ամեն հարանվանություն ունի իր սեփական տեղը, այսինքն որը պատկանում է իրեն է ենթարկվում, այսինքն մաքրությունը, նորոգությունը, բայց կան ընդհանուր տեղեր, որոնք պատկանում են 3 հարանվանություններին։ Օրինակ, հիմա կանգնած եմ դրան առջև, մուտքին առջև, սա քարն է, պատանատեղին է, որտեղ Քրիստոսին երբ որ խաչից հանեցին, Տիրոջը բերին այստեղ եւ կտավով փաթաթեցին, այս նկարը տեսնում ենք, խաչելությունից, որ հանեց, բերեցին, այստեղ տեղադրեցին, հետո տարան գերեզման։ Ուրեմն այս 3 տեղերը պատկանում են 3 հարանվանությունների, ինչպես գերեզմանը, տաճարի որոշ մասերը եւ այսօր գիտեք, քանի տարի արդեն նորոգություն է արվում, հեսա հատակը նորոգում են, դեռ չի վերջացել։ Սա ծախսերը անում են 3 հարանվանությունները, Հայոց եկեղեցին, Հայոց Պատրիարքարանը, Հունաց եկեղեցին եւ ֆրանչիսկանները, այսինքն լատին եկեղեցին։ Ուրեմն այսօր, ինչպես ասացի, պետք է խոսեմ Գողգոթայի մասին։ Բայց մի փոքրիկ պատմական ակնարկ։ 4-րդ դարում, երբ որ Գրիգոր Լուսավորիչը եւ Տրդատ թագավորը գնում են Հռոմ այցելություն անելու Բյուզանդիայի Հռոմի կայսրին, Կոստանդիանոսին, Գրիգոր Լուսավորչին որպես առաքյալ, որպես սուրբ նահատակի պես մեծ սրբի պատիվ են ընդունում, մեծ ընդունելություն են կատարում եւ ուրեմն այնտեղ որոշվում է, որ սուրբ տեղերը, որ տնօրինական տեղերը Տիրոջ հետ կապված, բաժանեն իրար միջև, այսինքն քրիստոնյա եկեղեցիների միջև։ Ուրեմն բաժանում են, չգիտեմ ինչպես են բաժանում, ուրեմն Սուրբ Հակոբը այսօրվա, որ ասենք, հա, Սուրբ Հակոբը, հրեշտակապետացը, Փրկչավանքը, Համբարձման լեռը, Բեթխեհեմի ծննդյան վայրը, Գողգոթան ընկնում է հայերին, այսինքն հայերը պետք է կառուցեին, իսկ գերեզմանի վրա մտածում են ինչ անեն, վիճակ են գցում եւ վիճակը գցելով մեր պատմիչները ասում են ընկնում է Գրիգոր Լուսավորիչին եւ ասում է շատերը տարբեր, այսինքն քրիստոնյաները տրտմեցին ազգերից, նեղվեցին, թե ինչու հայերին sense մեծ պատիվ, բայց ասում է Գրիգոր Լուսավորիչը խոնարհագույն ծառա Քրիստոսի, ասում են, որ եկեք միասին կառուցենք։ Եվ միասին են կառուցում
տիրոջ գերեզմանը, եթե չգիտեիք, առաջի ժամանակվա տաճարը երկու տանիք է ունեցել, Գողգոթան առանձին է եղել եւ գերեզմանը առանձին տանիքի տակ է եղել։ Հետո արդեն 7-րդ դարից հետո խաչակրած, ավելի ճիշտ խաչակրած ժամանակ ամբողջը մեկ տանիքի տակ է լինում։ Ուրեմն Գրիգոր Լուսավորիչը, գիտեք, գալիս է Երուսաղեմ, հետո մտնում ենք հիմա այս մոտենում ենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն, հեսա, դե հիմա ներս չենք իջնելու, այնտեղ ըստ ավանդության Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ճգնում է, գալիս է այստեղ, արժանի չի համարում իրեն մտնելու եւ մտնելու գերեզման, այնտեղ է ճգնում, դրա համար այս եկեղեցին կոչվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ։ Նաեւ ասեմ, սա էլ հայոց բաժինն է պատկանում, սա հանդերձ բաժանման տեղն է, որտեղ զինվորները Քրիստոսի պատմուճանի վրա վիճակ էին գցում, այս տեղում էր, հագուստները բաժանում են իրար մեջ, բայց որպեսի մի կարով էր կարված պատմուճանը, վիճակ են գցում, այս տեղում է։ Ուրեմն Գրիգոր Լուսավորիչը գալիս է զատկական շաբաթ օրը, մտնում է գերեզման ու այդ ժամանակ հրաշքով բոլոր կանթեղները, մոմերը վառվում են եւ ինքը երգում է Լույս Զվարթ աղոթքը, որը միջև օրը շաբաթ երեկոյան Կիրակնամուտին հայոց եկեղեցում երգվում է եւ նույնպես ինչքան գիտեմ ուրիշ եկեղեցիներն էլ ունեն այդ շարականը։ Ուրեմն Գրիգոր Լուսավորիչը դրա համար Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է ինքը առավել եւս կոչվեց Լուսավորիչ այդ հրաշքի համար, որտեղ լույս եղավ եւ հիմա իր այդ շնորհքը, իր խնդրանքով, աղոթքով, որ միշտ Աստծո օրհնությունը լինի զատկական տոներին, այդ շնորհը միշտ իջնում է, այսօր նյութը դա չի, գերեզմանի հրաշքի մասին, ուրեմն գալով Գողգոթան, ուրեմն հայերը կառուցում են Գողգոթան ու արդեն 8-րդ դարում մենք ունենում ենք մոտ 80-ի չափ վանքեր եւ եկեղեցիներ։ Ընթացքում ցավոք սրտի մենք շատ բաներ կորցրել ենք։ Կորցրել ենք ինչու, որտեվ կամ արաբական արշավանքի ժամանակ պարսիկները, սելջուկ, մոնղոլ բոլորը որ հարձակվում էին, ինչ-որ բան կորցնում ենք եւ ցավոք սրտի կորցնում ենք մեր քրիստոնյա հարանվանությունների հալածանքներից, որտեվ մենք չէինք ընդունել Քաղկեդոնը եւ այդ Քաղկեդոնի չընդունման պատճառով մեզի կայսրությունը հալածում էր, Սուրբ Երկրում մեծ հալածանքներ էր եւ շատ բաներից մենք թողել ենք, հետո վերականգնել ենք, պատմությունը այս է։ Ուրեմն Գողգոթան մինչև 15-րդ դար պատկանում էր հայերին։ Ուրեմն 12-13-րդ դարում վրացիները սկսում են այստեղ ոտք տնել, ավելի զորանալ եւ փորձեր են անում, որտեվ կապ ունեին Եգիպտոսի մամլուկների հետ, իրենց հետ կապ ունեին, որտեվ ասում են վրացին իրանց турքեր էին վճարում, դրամ էին վճարում, նույնիսկ Վրաստանում մզկիթներ էին կառուցում մամլուկների համար, ինչ որ է 1316 թվականին, 1396-ին փորձ են անում Գողգոթան գրավել, մեր ձեռքից վերցնել, բայց չի ստացվում։ 1424 թվականին այդ փորձը իրականացնում են եւ Գողգոթան մեր ձեռքից վերցում փոխանցվում է Եգիպտոսի սուլթանը, տալիս է վրացիներին։ Այդ ժամանակվա պատրիարքը ծերունազարդ Մարտիրոս պատրիարքն էր, որը Եգիպտաբնակ հայ էր, ինքը գնում է Եգիպտոս եւ խնդրում է սուլթանին, որ դրա հետ միասին տանում է այդ թղթերը, ֆերմանները, որոնք տրված էր մոռացա ասեի Մուհամեդի
կողմից, հետո մյուս իր հետևորդներից, Ալի, Օմարի կողմից, հետո Սալահեդինն է տալիս տենց հրովարտակներ, որտեղ նշում է, որ այս սրբատեղիները պատկանում են հայերին։ Եվ մեր պատրիարքը գնում է, ասում է նայեք, այս Գողգոթան մեզի կպատկանի, ինքը համաձայնվում է, բայց փող է ուզում, հայերը վճարում են գումար, հետ են վերցնում, վերադառնում է պատրիարքը, հետ են վերցնում Գողգոթան, վրացիները նորից են գնում։ Եվ չերկարացնեմ, ասեմ 5 անգամ առևտուր է գնում։ Մեկ հայերն են վերցնում, հետո վրացիները, մեկ հայերը, վրացիները, ի վերջո 10 տարի հետո 1434 թվականին, երբ որ պատրիարքը գնում է, իրան ասում են դուք չեք կարա մրցեք, որովհետև վրացիները մեծ դրամ են տալիս, ինչպես ասի, մզկիթներ են կառուցում Վրաստանում Եգիպտոսի համար, գումարած հարեմներ, կանանց էին ուղարկում հարեմ, նույնիսկ պատմիչները ասում են հայոց առևտրականներին կողոպտում են եւ այդ ամեն ավարը տանում են տալիս են եգիպտացիներին։ Եվ ասում է դուք տակից չեք դուրս գալու, եկեք համոզում է պատրիարքին, եկեք ձեզի կտամ մի տեղ Սուրբ Հարության տաճարի մեջ, հիմա ես հետո կբարձանամ, դուք կնայեք, այնա վերևում է, հոպ, լավ, հետո ավելի վերևը, որը մենք կառուցում ենք խորան եւ անվանում ենք երկրորդ Գողգոթա, որը ուղղակի նայում է դեպի Գողգոթա։ Եվ վերնատուն եւ այդ թվականներից ի վեր մինչեւ օրս դա պատկանում է հայերին։ Ուրեմն այդտեղ պատրիարքը արձանագրություն է գրում եւ պատմությունն է տալիս, թե ինչպես մենք կորցրեցինք Գողգոթան, ինչպես սա ձեռք բերեցինք։ Իմիջիայլոց ասեմ, այդ տեղը կոչվել էր Թագավորների վերնատուն, թագավորները վերևից գալիս են, եթե թագավորներ, մեծ պաշտոնյաներ վերևից նայում են, եթե հետո որ բարձրանանք, ցույց կտամ, կտեսնեք գերեզմանի վրա են նայում, այդ լավ տեսարան է։ Ուրեմն պատրիարքը արձանագրում է պատի վրա, որը հիշատակում է արդեն 18-րդ դարում Հաննա Վարդապետը, որ այդ իր պատմության գրքի մեջ բերում է այդ հիշատակարանը, ասում է, որ այդ հիշատակարանը կա, ցավոք սրտի այսօր չկա, երևի ավրվել է կամ վնասվել է, այլևս չկա։ Ուրեմն այդ հիշատակարանից հետո իսկ Գրիգոր Պարոնտեր պատրիարքը այդ տեղը փոքր է լինում, լատիններից գնում է փոխանակում են ավելի ճիշտ վերևի մասը, մեծ մասը պատկանում էր լատիններին, ֆրանչեսկաններին, մի քանի կամար է, 3 կարծեմ կամար է գնում, տարածքն լայնում է եւ փոխարենը տալիս է իրեն մի տեղ, որը կոչվում է Պարտեզը, որտեղ երբ որ Տերը հարություն առավ եւ Մարիամ Մագդաղանացին հանդիպում է։ Հիմա գնանք այնտեղ։ Հեսա Տիրոջ գերեզմանն է, տեսեք, սա հատակը նորոգության մեջ է։ Արդեն այս նայենք հատակը արդեն որոշ չափով տեսնենք հուսով ենք լավ կլինի։ Ուրեմն այս տեղն է։ Ուրեմն այս տեղն են, որ գնում են հայերը, փոխանակում են, հիմա մութ է, լավ չի երևում, այնտեղ վերևում է, հիմա այստեղ այս մասը այդ պարտեզն էր, որտեղ հանդիպել է Քրիստոսը Մարիամ Մագդաղենացին, այսա,
Եվ այստեղ մի կանթեղ կա, որը պատմիչասում է 100 կանթեղ կար, և այս ձախ կողմի կանթեղն է, ուրեմն ցանկի մեջ գրած էլ, որ 100 կանթեղ է, թե 99 կներեք, բայց 100 կանթեղ էր, երբ որ հանում են, մեկը մնում է, ու տենց այս կանթեղը մինչև հիմա մշտավառ կանթեղ է, որը մերոնք միշտ վառում են։ Ուրեմն վրացիները վերցնում են Գողգոթան և մինչև մոտ 200 տարի, մինչև 1654 թվականը, դու հիմա այն բանը փոխիր ընդեղին, այդ կանթեղը։ Հա, չես փոխել։ Ուրեմն 1654 թվականին վրացիները կորցնում են Գողգոթան, ինչու, որտև Օսմանական կայսրությունը սկսում է մեծ տուրք է դնում սրբատեղիներին, վրացիները արդեն չեն կարողանում վճարել այդ տուրքերը և շատ սրբատեղիներ իրենց եկեղեցիներ, վանքեր կորցնում են, որոնցից մեկն էլ դա Գողգոթան է, և դա անցնում է վրացիներին, հույներին, որը մինչև օրս պատկանում է հույներին։ Մենք ամեն ուրբաթ շաբաթ կիրակի թափոր ենք ունենում, թափորի ժամանակ մենք գնում ենք այդտեղ, խոնարհվում ենք, աղոթում ենք, երգում ենք շարականներ, հիմա բարձրանանք Գողգոթան, բայց այնտեղ մութ է, փորձենք նայենք ինչ կտեսնենք։ Հա, իմիջիալոց ասեմ հետևյալը, որ 1809 թվականին, երբ որ հրդեհ է լինում, հույները հրաման են ստանում, որ տաճարի մեջ նորոգություններ անեն, այս տեսնում եք, այս կարմիր գույնի մի քիչ էս քարով, այս մասը իրենք ավելացնում են, այս միջև այս սյուններ, ավելացնում են այս մասը, իսկ մուտքը եղել է Գողգոթա բարձրը, այս կողմերից են բարձրացել ժամանակին, իսկ հիմա այս է։ Ուրեմն հա, սա է տեսնում եք, երկրորդ Գողգոթան է, մենք վերևից էլ կնկարենք, ուրեմն այսա, այստեղ մի անցք կա, որը մարդիկ ձեռքը դնում են, հենց ասում են խաչի տեղն է, սա ժայռն է, հապակի տակ է, սա հունած բաժինն է, իսկ այս կողքը կաթոլիկներինն է, այս խորանը, ուրեմն Աստվածածինը, որ մեր 7 վերքը Գյումրի եկեղեցու, այսինքն սիրտը խոցվեց Աստվածամոր, սա լատինացն է և այս տարածման խորանն է, որտեղ երբ որ Քրիստոսի միջև փայտի վրա գամեցին, վերջը կանգնացրեցին այս տեղում։ Այստեղից ժամանակին դուռ են ունեցել, փոքրիկ խորան ունեն լատինները, այստեղ չեմ ինչ ժամանակ երբ են պատարագարողություն անում, չգիտեմ, մուտքը դրսից է հիմա,
Հիմա գտնում եմ այս երկրորդ Գողգոթայ, տեսեք, այս խորանն է, որը երկրորդ Գողգոթա է կոչվում, և ետևի մասը դիմացը, ինչպես սանք Գողգոթան է, դիմացն է, սել պատանատեղին է, այնը դիմացն է, որ Քրիստոս հանդիպեց Մարիամ Մագդաղենացին, սա էլ գերեզմանն է, այս վերևի տեսնում եք կամարները ամենը պատկանում են Ֆրանչեսկաններին, մերը պարոն Տեր Պատրիարքը այս քանի կամարն է գնում, երևի միջև այստեղ է լինում, այս մասից ինքը գնում է և այստեղ ընդլայնում են, փոխանակում է, ասում եմ, գնում է, այստեղ մեր կոչնակներն են, տախտակը և երկաթը, որ այստեղ ամիսը 2 անգամ պատարակ են կանում, գիշերները ամեն օր ժամերգություններ են արվում, ցերեկները պատարակը միաբանությունը գալիս, պատարակ է անում, այստեղ երաշխավորման խորանն է, հիմա այս պատուհանները, թե տեսնում եք, մենք գտնում ենք հենց մուտքի վրա, տակը դուռն է գտնվում, այս երաշխավորման խորան է կոչվում։ Դե ավանդություն ասում է, սյունը Կայափայի տնից է սյունը, Քրիստոսին կապել էին Կայափայի մոտ, չեմ, այդպիսի ավանդություն։ Նորոգվում է Շղթայակիրի ժամանակ, հետո էլ նորոգություններ եղել է, բայց հիմնովին 1970 թվականներին նորոգվեց, 1975-ին Վազգեն Վեհափառը իր օծումը կատարեց խորանների, ձևումը բացում արվեց։ Հա, իմջալոց ասեմ, որ մի հետաքրիր բան էլ կա, մենք իջնենք, ուրեմն Գողգոթայի տակ, եթե ուշադիր նայեք, սրբապատկերներ կա, երբ որ խաչի տակ խաչելության գանք կա, դա Ադամի գանգն է, որը ստավանդության թաղվել է այդ Գողգոթայի տակ, այս այստեղն է, կոչվում է Ադամի մատուռ, հունացը պատկանում նույնպես են այն
մասում է եւ հետաքրիր մի բան էլ այստեղ է թաղված ըստ տարբեր պատմիչների այս անկյունում Մելքիսեդեքը, որին Աբրահամը 10-րդ տվեց եւ եթե ինձ հետեւել եք իմ վիդեոները տեսել եք, ապա Մելքիսեդեկը դա մեր հայ քնահապետն է, ուրեմն այս տեղում է թաղված եղել կամ այս մի մասում այս կոմերն էլ խաչակիր թագավորներն են այս տեղը հույները ծածկել են դե այստեղ էլ տեսնում ենք այս սյուները քանդել են մաքրել են որ երևի հայկական խաչերեր են եղել հետքերը կորցնելու համար ուրեմն այսպես հարգելի բարեկամ այս է պատմությունը մեր Գողգոթայի իմիջիայլոց մեր հայրերը փորձել են տարիների ընթացքում մինչև նույնիսկ 19-րդ դարվա այն կեսերին փորձել են Գողգոթան հետ բերել օգտագործելով այսինքն կապերը սուլթանի Օսմանական կայսրության սուլթանի հետ կապեր հաստատելով բայց մի պատմիչներ ասում են խնդիրը ինչ էր ինչու ձախողեցինք վերջի անգամները որովհետև Ռուսաստանը եւ Օսմանական կայսրությունը պատերազմներից հետո այսինքն երբ որ Օսմանական կայսրությունը պարտվել էր դժվար եղավ այդ բանը հարցը լուծել, որովհետև ռուսները կարային ազդեցություն ունենալ եւ հույների հետ մոտ էին, այսինքն եւ ձախողեցինք, չկարողացանք ու տենց երբ որ 1852 թվականներին ստատուս կվոն սուրբ տեղերում հաստատվեց, ստատուս կվո, որը Օսմանական կայսրությունը հաստատեց այդ պահին ով ինչ սրբատեղի ունի, ով ինչ արարողություն ունի, ամեն բան գրանցվեց եւ միջև օրս այդ ստատուս կոյով մենք բոլորս առաջնորդվում ենք, միջև այս դուռը բացել, փակել, օրինակ մեկը դուռը փակում է, մյուսը աստիճանն է վերցնում, մյուսը աստիճանն է դնում, ժամերգությունները, խնկարկությունը, ամեն բան ստատուս կոյով գրանցված է եւ այդպես մենք այստեղ ապրում ենք եւ պետք է միշտ արթուն մնալ մեր եթե հիշում եք երկու այսինքն զրույց ունեցա մեր ստեղի սարգսակներին Վահե եւ Մկրտիչ սարգսակների իրենց կյանքի մասին իմացակ, իրենց առօրյայի մասին դժվար է այստեղ Սուրբ Երկրում այս ծառայությունը մատուցել այս խնդիրների մեջ, դժվարությունների մեջ այստեղ ձևով մի սահման է, որը դու կանգնած իրոք պայքարում ես պահելու, պահպանելու, որպեսզի միայն բռունցքով չէ, այլ քո ներկայությամբ այստեղ մաքրություն են անում, արարողություն են անում, այս ամեն ինչով մեր Երուսաղեմի հոգևոր դասը եւ միաբանները, մեր ժառանգավորած սաները իրանց մասնակցությամբ այս սուրբ տեղերը պահում են, որպեսզի երբ որ մեր հայ ուխտավորը գալիս է այստեղ, որ կարողանա հանգիստ մնա, աղոթի եւ իրենց չասեն դուրս եկեք, իրավունք չունեք մտնելու այստեղ։ Դե այսօր այսքանը։ Շնորհակալ եմ ձեզ, Աստված ձեզ պահապան։